Ինչու 18-ամյա Դավիթը, արդյոք սա նաև երիտասարդների շրջանում վախի մթնոլորտ ստեղծելու միտում ունի։ Ցավոք սրտի հիմքեր են տալիս, որ մենք սկսենք այդպես մտածել։ Հակառակ դեպքում ինչով է պայմանավորված էս կենտրոնանալը հենց Դավթի վրա, հենց էս անհասկանալի է ինչու քննիչներին աշխատանքից հեռացնել, որոնք իրենց գործը փաստորեն մարդիկ պատշաճ կատարել են, չեն գտել որևէ բնականաբար չեն գտել որևէ ինչ-որ դավադիր ծրագիր եւ այլն։ Ես ընդհանրապես կարծում եմ, գիտեք, 20 թվականից հետո երիտասարդ տղաների այդ սերնդի հանդեպ, որի վրա ուսերին մենք դրեցինք այդ ծանրությունը, այնքան ուրիշ պիտի փոխված պիտի լիներ մեր վերաբերմունքը, այնքան զգույշ, այնքան նուրբ պիտի լինեինք երիտասարդների հանդեպ։ Եվ վերջո այս երկիրը իրենցն է, եւ մենք իրենց ներսում պիտի արթնացնենք այս երկրի հանդեպ հարգանք, հույս, սեր, լավատեսություն, եւ այս հարվածները մեզ տանում են ուղիղ հակառակ ուղղությամբ։ Պատժել մարդուն, որ ընդամենը գնացել էր պատարակ լսելու եւ հայտնվել է ինչ-որ հրմշտոցի մեջ եւ չիմացել իրեն ինչպես պահի այդ պահին, որովհետեւ գիտեք, դժվար է հասկանալ քեզ ինչպես պահես եւ հայտնվում է ինչ-որ մեկը, որ մինչեւ այդ քո եկեղեցու հոգեվոր հայրերին ա վիրավորել, հետապնդումների ենթարկել ու դու պիտի այդ պահին կողմնորոշվես ինչ անես, շատ ծանր վիճակում հայտնվել Դավիթն ու եղբայրը ու սա անկեղծ իմ պատկերացմամբ ես իմ կողմից ուզում եմ ներողություն խնդրել իրենցից, եղբայրներից, որ մենք հասարակությունը այս պահին են վիճակում ենք հանձնում իրենց, երկիր են վիճակում ենք հանձնում իրենց սերնդին, արդեն չափահաս են իրենք, որը ուղղակի միայն տխրություն ու գուցե փախչելու ցանկություն կարող է իրենց մեջ առաջացնել։ Առանց հետ էլ է շատ դժվար վիճակներում են այդ երեխեքը ու եկեք ուղղակի այս միջադեպը թող մեզ բոլորիս դաս լինի, թե ինչպես չպիտի վարվի պետությունը երիտասարդի հանդեպ, նոր կյանք մտնող, դպրոց ավարտող մարդու հանդեպ, ինչպեսին չպիտի լինի պետության վերաբերմունքը, իրավապահների վերաբերմունքը, սա այդպիսի մի միջադեպ է հենց։ Բայց կարող է նույն 18 տարեկանների համար, այսպես ասեմ, չակերտավոր դաս լինի, որ իրենք ուզեն ինչ-որ ձև իրենց բողոք արտահայտել, բայց այս Դավիթի դեպքը իրենց աչքի առջև ունենալով վախենան նաև։ Մի քիչ լավ չեմ պատկերացնում, որ երեխաները վախենան, որովհետև այդ տարիքում չեն վախենում, հակառակը գուցե իրենց մոտ ըմբոստություն առաջանա այս անարդար համակարգի հանդեպ, որը գնալով ավելի կոշտանում է եւ կոշտացնում է հատուկ իր քայլերը։ Դա էլ լավ չի, որովհետև ինչու պիտի երեխեքը սկսեն իրենց կյանքը այդ տիպի անհեթեթ անարդար միջադեպերի դեմ պայքարով։ Այս աշխարհում այնքան շատ է անարդարություն եւ հենց Հայաստանում, որ բազմաթիվ պայքարելու բաներ ունեն, ինքնահաստատվելու, իրենց գտնելու, ինչու պիտի իրենք սկսեն իրավապահ մարմինների ու քաղաքական ինչ-որ վախեր ունեցող անձնավորությունների բաներով օրակարգը սպասարկելուց շատ անարդար է իրենց հանդեպ եւ եթե պիտի իրենց ինչ-որ մի բան ասենք երեխեքին, պիտի ասենք չմտածեք, որ Հայաստանը սա է, Հայաստանը իր խորքում շատ լավ երկիր է եւ այս միջադեպը կհարցվի, այս քաղաքական իրավիճակը վստահաբար վերջ է ունենալու, մենք շատ դուք էլ, մենք էլ բոլորս շարունակելու ենք սիրել ու ծառայել այս երկրին, այնպես ինչպես ինքը արժանի է։